ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Անվտանգության խորհրդի Ուկրաինային նվիրված նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական վեճի ֆոնին։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ գլխավոր ասամբլեան երկարաձգել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը եւ եւս մի քանի երկիր դեմ են քվեարկել։ Դրանի պատասխան Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոստ չէ եւ հայտնվել է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ի պատասխան ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը լքելով դահլիճը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Զելենսկին ժամանել է ԱՄՆ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի հետ նախատեսված հանդիպումների գլխավոր թեման լինելու են Ուկրաինայի հակաբալիստիկ պաշտպանության ուժեղացումն ու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունը։ Թրամփը մեկնաբանելով այն պնդումները, որ Մոսկվան կարող է Իրանին տրամադրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների արբանյակային լուսանկարներ, հայտարարել է, որ Պուտինին կհարցնի՝ Մոսկվան աջակցում է արդյոք Թեհրանին։ ԱՄՆ առաջնորդը նախկինում հայտարարել էր, որ վստահում է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին։ Նրանք չեն միջամտի Իրանի հետ հակամարտությանը եւ չեն մատակարարի նրան զենք։ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտնել է, որ Թեհրանն ադրբեջանական ASTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ գործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իրանական Սեհեր հեռուստաալիքի եւ Մեհեր լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում։ Կոլումբիայի նորընտիր նախագահ Էբելարդո դելա Էսպերլիան հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում փակում են իրենց դեսպանատները։ Ցանկում են մասնավորապես Ադրբեջանը, Չեխիան, Հունգարիան, Մալայզիան, Ռումինիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ալժիրը, Կուբան, Հայիթին, Բարբադոսը, Նիկարագուան, Եթովպիան, Գանան եւ Սենեգալը։ Կոլումբիայի ապագա ղեկավարը նշել է, որ չեղյալ է հայտարարելու նաև Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատուն բացելու որոշումը։ Միևնույն ժամանակ դելա Էսպերլիան ընդգծել է, որ դեսպանատների փակումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում նշված երկրների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ 69-ամյա իտալացի Ֆրանկո Մալոսոն խարդախության համար դատապարտվել է ազատազրկման։ Նա շուրջ 20 տարի զբոսաշրջիկներին իր կառուցած տարածքը ներկայացրել է որպես հին հռոմեական ամֆիթատրոն եւ մուտքի համար գանձել 40 եվրո։ Մալոսոն պնդել է, թե 2005 թվականին տեղի ունեցած սողանքից հետո է հայտնաբերել հյուսիսարևելյան Վիչենցիա քաղաքում գտնվող իր խոսքով Պերիկոյի ծովային ամֆիթատրոնը։ Մալոսոն այցելուներին ասել է, որ այդ վայրն աշխարհի ամենահին եւ ամենամեծ ամֆիթատրոններից մեկն է եւ թվագրվում է մեր թվարկության 393 թվականին։ Նա պնդել է, որ Հուլիոս Կեսարն այցելել է այդ վայրը Կլեոպատրայի հետ Եգիպտոսից Հռոմ վերադառնալու ճանապարհին եւ որ Շեքսպիրի Ջուլիետն ապրել է այնտեղ գտնվող հին եկեղեցում։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։